Ուրեմն նոր եմ եկել Ամերիկա։ Այն օրերն ա, որ դեռ շոկի մեջ եմ ու ամեն ինչ նոր ա։ Տեղս չեմ գտնում։ Ու քայլում եմ Լոսի փողոցներով ու բոլորը շփտում են։ Հենց այնպես առանց պատճառի։ Ծանոթ, անծանոթ, իրար տեսնելիս կամ էլ ուղակի քայլելիս դեմքներին մի հատ լայն շփիտ։ Սկզբում չէի հասկանում։ Մտածում էի գիժեն ես մարդիկ, ով ա տեսել, առանց պատճառի մարդ լավ տրամադրություն ունենա։ Օրինակ Հայաստանում, եթե առանց պատճառի փողոցում շփտում ես կամ թմրանյութ ես օգտագործել, կամ էլ կաշառք ես վերցրել ու հյուսիսայինում տուն առել։ Հայաստանում քայլելուց միշտ պիտի նամրոտ դեմք ունենաս, մի տեսակ ագրեսիվ կամ առնվազն լուրջ ու մտահոգ, հանկարծ մեկը չմտածի, որ քեզ լավ է զգում։ Չէ, դու պիտի քեզ միշտ ված զգաս, նույնիսկ եթե լավ ես, իրավունք չունես ցույց տալու, որովհետև եթե դու լավ ես, ուրեմն ինչ-որ բան սխալ է, չէ։ Տենց է։ Մի խոսքով միշտ պիտի պատրաստ լինես, ցույց տալու, որ կյանքը դժվար է, ու դու այդ դժվարության մեջ ես, եթե նույնիսկ ամեն ինչ լավ է։ Ու հանկարծ չասես բարև ոնց ես, ասա բարև ինչ կա, որովհետև ոնց ես հարցին եթե պատասխանես լավ եմ, միանգամից կասեն մենք մեր հարցերը չենք կարողանում լուծել, դու լավ ես, արա։ Իսկ այստեղ մարդիկ շփտում են ոչ թե նրա համար, որ պրոբլեմ չունեն, այլ իրեն շփիտով քեզ ասում են, որ ես վտանգավոր չեմ քեզ համար, ես բարեկիրթ եմ, ես ուզում եմ, որ դու քեզ լավ զգաս։ Ու սկզբում այնքան էի զարմանում, թե ոնց են այդպես անկեղծ շփտում։ Հետո հասկացա, որ դա նորմալ է։ Մենք ենք ազգովի մի տեսակ հակաշփտալու ռեժիմի անցել։ Ու հիմա երբեմն ինձ բռնում եմ, որ փողոցում քայլելիս շփտում եմ ու միանգամից մտածում եմ, հեսա, մի հայ կտեսնի, կմտածի, հələ այս տղուն ինչ ա եղել, երեք լավ էր, նամրոտ, նորմալ դեմքով նստած էր, այսօր անիմաստ շփտում է։ Հիմա փորձում եմ այդ մեր հայկական նամրոտ դեմքի իմունիտետը կոտրել։ Ամեն առավոտ հայլի դիմաց կանգնում եմ, փորձում եմ շփտալ։ Հենց այնպես, առանց պատճառի, որովհետև հասկացել եմ, երբ մարդը սովորում է շփտալ առանց պատճառի, կյանքը նրան սկսում է իրական շփտալու պատճառն էլ պատկեվել։ Եվ ի վերջո շփիտը բառերի կարիք չունի։ Դա բանալի է, որ բացում է մոռացված հարաբերությունները, ընկերությունը, սիրելը, մարդ մնալը։ Եվ գուցե հենց դա է, ինչ մեզ ամենից շատ է պակասում, ոչ թե իրական երջանկությունը, այլ առանց պատճառի միմյանց շփտալու քաջությունը։ Ապրես գերի շատ լավ էր։ Իսկական է, շատ ամբողջ մարմինից փշակաղեց, շատ լավ էր գրած, շատ, մալադեց։ Դու ինչն է լավ գրած, ես դրանից լավ կկարդայի։ Լավ էլի, փարգի էլի։ Շարոնը մատը դրել է զանգի կոճակին ու մոռացել է քաշի, վրա զանգում է։ Գոլ բլոկցի։ Չի օգնի։ Գոնչը գործում ես անելու։ Ինչ գործ։ Մի հատ գնա բղդոյին տես, մի հատ իմացի հետ շավոնում տակա, ում հետատալի առնում էլի։ Այսինքն ինչ ում տակա, շեֆ ջան։ Արա ով բրեն ազդեցություն ունի։ Լավ տենց ասա։ Հիմա գնամ։ Չէ վաղը։ Չեմ կա գնամ, շեֆ ջան, ներկայացման փորձ պիտի անենք։ Լսի Գոնչո, դու այդ ներկայացման մեջ խոսալու բան ունես, թե դիվան կառավատ ես տանում բերում։ Բոբո ջան, ինչ համար տենց ասում, ես եմ սցենարը գրել, ես եմ ռեժիսորը։ Արա հերիքա մեծ պրոթեսարա գնա։ Դավայ։ Կներես Կարջան, այս մարդիկ սովորական մարդիկ են, խաբեբաներ չեն, գցողներ չեն, մեկը վարսավիր է, մեկը դզող փչող, այն մեկը կենթանի վարժեցնող, բլոգեր, իրանց մարդկային մոտեցումա պետք էլի։ Կփորձեմ։ Ես քեզ կներկայացնեմ, մնացած քեզ ուզող հարցերը արդեն դու կտաս։ Լավ։ Գնացեք։
Բարև ձեզ։ Ես ձեր մասին շատ եմ լսել։ Հա, մերսի, նստեցեք։ Շնորհակալություն։ Լավ չեմ։ Ինչ հարց։ Տունը ջուր ա լցվել։ Վայ, էդ ինչքան ջուր էր լցվել, թե ես էլ լողանալ չգիտեմ, լավա երեխեքը դասի էին գնացել, թե չէ ամբողջ ընտանիքով խեղդվելու էինք, հարևանները հանեցին։ Ինչ ասեմ, շատ վատ ա վիճակը, հիմա ինչ եք հոր տալիս, ինչ կարող եմ անել, ինչ ա պետք որ արվի։ Ունեք ինշուրանս։ Հա, իհարկե, ունեմ։ Okay։ Ուրեմն ես կզանգեմ ձեր ինշուրանսի հետ։ Ես ամեն ինչ կանեմ։ Մասնագետները կգան, տունը կչորացնեն, ու construction-ը կսկսի, ու քեզի վարձով տուն կգտնենք։ Ինչ վարձով տուն կգտնենք։ Այո, մինչև սարքվի ձեր տունը։ Բա ես ինչ լավ բան ասեցի, շատ շնորհակալ եմ, ես շատ։ Իվա երբ կարող ենք սկսել։ Երբ ուզեք, հենց հիմա։ Ձեր տվյալները կարող եմ վերցնել։ Այո, իհարկե։ Ձեր անունն հասկանում։ Սարգիս Պողոսյանը։ Ես Ջերևից հետո եղավ, գիտես։ Աշոտ Ղազարյան։ Ես էս միշտ խառնում եմ Արտաշատ, Աշտարակ, միշտ խառնում եմ Աշոտ Ղազարյան։ Okay, իսկ ձեր հասցեն։ Հասես, մոտիկ այդքան հեռու չի։ Ուրեմն լսեք, եթե վաղվա ներկայացումը լավ անցա, իսկ դրանում ոչ մի կասկած, ուրեմն մենք կարող ենք խաղալ աշխարհի բոլոր բեմերում ու համոզված եղեք 100% հաջողությունը երաշխավորված է։ Ահա, ջան, ես համաձայն եմ ձեզ հետ, համաձայն եմ։ Մենակ չբռնվինք, որ բռնվանք, բանդի բեմի վրա դե թատրոնը խաղանք։ Դե բերանք խելված է։ Բոբո, ով է այս աղջիկը։ Ոչ մի դերասանու նման չի։ Կարա։ Մի րոպե։ Աստված իմ։ Դուք ո՞նց կարաք սենց նման լինեք պարոն Ղազարյանին։ Ես դուք իրար գիտեք։ Վայ, մեկը կբացատրեն, թե այս աղջիկնով է։ Կարող է ներկայացման համար թազա կերպար է։ Ես պարոն Ղազարյանի ավելի ճիշտ իրական պարոն Ղազարյանի ասիստենտն եմ։ Բոբո, դու կարող ես ուզում ես մեզի փուրը տաս, հա? Կամ էլ մեր կոմեդիան ներկայացումը դարձնես քրեական դրամա։ Չկա տենց բան։ Բա որ չկա տենց բան, Բոբոդյա, ինչ գործ ունի Աշոտ Ղազարյանի ասիստենտը քո օֆիսում, հա? Հա, էլի, մադամ կրնաս հանգամանալիս բացադրես, թե ով է այս աղջիկը, որտեղ մենք հույժ գաղթի պայմաններում կաշխատենք։ Ամենա թանգիստ նստեք հլը։ Ստած ենք էլի։ Ներված նստենք։ Ճիշտ է։ Բեր։ Լավ, հիմա ես ու կարան ձեզ ամեն ինչ կբացատրեք։ Գագո, ես ի՞նչ ա դեմքդ, ոնց որ ուրվական ես տեսել, հայտեղա։ Լսի, դու ոնց ես մի վարկյանում հետ եկար կաբինետը մի հատ էլ հասրեցի շորել փոխել։ Որտեղից եկա, ուր մտա։ Դրսից։ Դու հենց նոր չասեցի, որ ես տուփը բերեմ կաբինետ, մինչև դու գաս։ Երբ եմ ասել։ Հենց նոր այս ա։ Գագո, ես արդեն մի ժամ ա, ստերից դուրս չեմ եկել։ Դե չես հավատում, գնանք կամերաները նայենք։ Բա որ հետ դու չէիր, հետ ով էր քեզ այդքան նման։ Ոնց որ ջրի երկու կաթ էին։ Եսի չեմ ով ես ավտան։
եղել։ Այ քեզ բան։ Էստի սուպերմարկետ դու արի Սուպերմարկետ էստի Էստի համեցեք դու միշտ Կլասիկա լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը, համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Օսիս Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818-242-1958։ Օսիս Food Court։ SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Hello։ Ասա ինչ է լո։ Երաշտությունը չէ որ հայ։ Արաբը դու ես։ Չէ, Աշոտն է։ Ինչ Աշոտ, Գելիկի։ Չէ, Ղազարյան։ Վայ, Ղազարյան դու ես ասել երկրորդ անգամնաց այնց չճանաչեցի կներես ցավոք։ Ինչ երկրորդ։ Դե հա, որ մի քանի ժամ առաջ եկել էիր։ Մի քանի ժամ առաջ այստեղ չեմ եղել։ Ոնց Ղազան ջան, եկել էիր ընկերոջդ Գրիշի ավտոն տանեիր։ Գրիշի։ Ես Գրիշ անունով մի ընկեր ունեմ, տղա ջան, հեն էլ Երևանում է։ Ղազան ջան, մի ներվայից ուզում ես ասես, որ դու չես եկել։ Այդ ասում եմ ոչ, նյետ, դիրտ, նայն, տո ինչ լեզվով ասեմ, որ դու հասկանաս, տղա։ Այդ ցավը տանեմ, հո ես քեզ չեմ խափում։ Որը կարող է ես եմ քեզ խափում։ Հա, ցույց տուր։ Հա, նման է ոնց որ, բայց դեպքը լավ չի երևում։ Կարող է ինձ շատ նման մարդ է եղել։ Հա, տենց դեպք լինում է Ղազան ջան։ Այն օրն մեկը Հարություն Մովսյանի նմանակներ, բայց անունը Գրիգոր էր։ Բայց այս մարդը ասում է, որ Աշոտ Ղազարյանն եմ ես։ Ես նույնիսկ գումար չեմ վեկալել, որովհետև ես քեզ շատ հարգում սիրում եմ Ղազարյան ջան։ Հա, տղա ջան, բայց դու այդ ինձ լավություն չես արելու, ինչ որ մեկին։ Բա հիմա ով էր։ Տղա ջան, դու գնա մի հատ ավտոն նայ, այնտեղ ինչ որ բան մարգատ անում։ Հետո կորոշեք ով էր, ինչ էր։ Լավ։ Աշավո։ Լսի դու բոբոյի հետ խոսացիր։ Արա ամբողջ քաղաքը նմանակներով ալեցված։ Արա իմ անունից գնացել են արել, լավություններ են արել, հարցեր են լուծել։ Այս հարցը պետք է լուծվի, Շավո։ Ճիշտն ասած, Շավոն ճանաչել է ինձ։ Ու դրա մասին ասել է Աշոտ Ղազարյանին։ Նրա մոտ էլ կասկածները ավելի շատ են խորացել։ Հիմա Շավոն ամեն ինչ անում է, որ բացահայտի ճիշտը։ Բոբո ջան, այդ ինչ որ ասեցիր, հասկացա։ Բայց մի բան չհասկացա։ Ինչի ես մեր պլանները գախնի։ Գնացելու Աշոտ Ղազարյանի ասիստենտուհուն ասել, Հա, էլի։ Ես չեմ կարծում, որ քեզի ստիպել են ծեզե ճարտել են, որ անկեղծ խոստովանվիս։ Մեր հանդիպել առնես հետդ, բերես օֆիս, որ մեզի տեսնի։ Լեհել մի րոպե, Ժորդ, Բոբո ջան, կարող է քո մասին ինչ-որ բան գիտի, տենց շանտաժ բան անում։ Ես ոչ մեկին էլ շանտաժ չեմ անում։ Բոբոն իր կամքով ամեն ինչ պատմել ինձ։ Իմաստը։ Իմաստը։ Սերնա, ժողովուրդ։ Բոբո ջան, սիրում ես անուշ աղջկան։ Դու ես միլիոնանոց քաղաքի աղջիկներին թողած։ Գնացել ես Աշոտ Ղազարյանի ասիստենտին ես սիրարվել, դու։ Սերը ուզելով չի գագաս։ Բա ինչով է։ Բայց որ ծեր ուզելով չի, բայց հետաքրքիր է ինչով է։ Իրոք է Շավոն է։
Ես երաշխավորում եմ, որ իմ կողմից ոչ մեկ ոչինչ չի իմանա։ Բայց մենակ մի պայմանով։ Ինչ պայման։ Որ պարոն Ղազարյանի մաքուր համբավի հետ ոչ մեկ չի խաղա։ Բայց ինչ ես ասում, աղջիկ ջան, մենք Աշոտ Ղազարյանի համար կյանքներս կտանք։ Դու մայցա սպասի, դու քո տեղը խոսա, դու մեր տեղը մի խոսա։ Ես չեմ պատրաստվում իմ կյանքը Աշոտ Ղազարյանի օրիգինալի համար, դա մեղավ թե չէ։ Ես հլնես դերեր պետք է խաղամ հլը, այ հույ։ Դե լավ, ես պայմանական ասեցի։ Լսի Ազիզ ջան, մենք բոլորս ի սրտե ուզում ենք քեզ հավատանք, երդվում եմ, բայց ախր մեզ գարանտիա է պետք։ Մենք պետք է վստահ լինենք, որ դու քո խոսքի տերը կլնես։ Ես Բոբոյի հանդեպ անտարբեր չեմ։ Ու լավ հասկանում եմ, որ եթե ձեզ բռնեցին, իրան էլ են բռնելու, իսկ ես այդ չեմ ուզում։ Պայմանավորվեցինք։ Դեվեկացեք գնացեք ձեր տաները։ Վաղը ներկայացում ունեք խաղալու։ Այլի երտանք։ Դե շավույի հարցը շավույի։ Շավոն, իմ պրոբլեմն է։ Գնացեք։ Լավ, որտեղից գնացինք, բարի գիշեր։ Գնանք հանգստանանք։ Գրիշ։ Դու մնա հետդ խոսալու կա։ Գնացինք։ Փենթվայք։ Ես մի հատ կոֆե դնեմ, խմենք, մի քիչ էլ խոսալու բան կա։ Եղավ։ Ձեզ մի բան հարցնեմ էլի։ Կարող եք դուք պարոն Ղազարյանի հետ երկվորյակ եղբայրներ եք, ուղղակի դրա մասին չգիտեք։ Չէ, Կարա ջան, չէ։ Ես Աշոտ Ղազարյանից 2 տարով փոքր եմ։ Բայց շատ նման եք է։ Շշմելով նման եք։ Արդո ջան, վայ Արդո ջան, ինչ լավ էր քեզի տեսա, մի հատ մեծ խնդրանք ունեմ։ Հա։ Ինչ եղե, Կարինե ջան։ Գագասիս հոգեգանը լրիվ խանգարվել է, զգացմունքները իրականության հետ հեչ կապ չունին։ Հա, այսօր եք ուզեր Աշոտ Եդիգարյանի զանգեր։ Չի։ Դա չգիտեմ, կուզեմ գժվեցնեմ, կուզեմ խելրծնեմ, կուզեմ հոգեգան խանգարումը ստանա, խնդասկը։ Որովհետև երկու հատ Աշոտ Եդիգարյան այս մոլորակի համար շատ է, մանավանդ որ մեկը ֆեյք է, յանի այդ ֆեյքն էլ ինքը չէ։ Այրևի կադագ էր էլի։ Վայ, Արդո ջան, ես չգիտեմ ինքը կադակ կեն է թե չէ։ Հա, բայց ես ինչ կրնամ եմ ուրա։ Արդո ջան, այս եղածների մեջը ինքը քեզի շատ կհարգի, քեզի շատ կլսե, որովհետև ինքը դերասան Արտուր Հակոբյանին, վայ, շատ կսիրե։ Չէ, հատի։ Հա, ճիշտ ասեմ։ Կուզեմ գաս մեր տուն։ Մի ադոմ տղամարտավարի հետը խոսիս։ Կարող ես դարդակ գլուխը մտնի, օրինքը Աշոտ Եդիգարյանը չէ։ Երտանք։ Վայ, շատ շնորհակալ եմ։ Վայ, աշխարհի չափ շնորհակալ եմ։ Լավությանը տագից դուրս կգամ։ Լավ ռամաշկով չայ ունի։ Հասկացանք։ Հա։ Շնորհակալ եմ։ Վայ, շատ շնորհակալ եմ։ Կադրե։ Շնորհակալություն ես։ Հասկացանք, վայ։ Ինգի առաջ։ Հա, շնորհակալ եմ։ Ես ոնց որ արդեն չես կակազում, հա Գրիշ ջան։ Դե քանի որ ես ես արդեն հարազատ մարդ եմ համարում ինձ, իսկ հարազատ միջավայրում ես չեմ ներվայնանում, չնայած ամեն պահի կարող է կակազս գա։ Բոբո ջան, այդ տեղից ունես մի հատ խմեմ էլի։ Հա, ոնց չէ։ Խմի։ Բոբո։ Ջանա։ Ես դու ես Լամբորգինի խմում։ Ես էլ եմ պատվիրել ապարատը ու բոլոր համերը, լիքը նորություն կա։ Դու էլ պատվիրի։ Ապրես։
Բայց ես չգիտեի, որ կակասելու համար տեղ են խմում։ Ոնց։ Մեզ գախնի պլանա պետք մշակել։ Հանգարց եթե Շավոյի հետ լեզու չգտնեմ։ Մեր թատրոնը կվերածվի ռազմորկայի։ Բայց ո՞րն է այդ գախնի պլանը։ Այդ գախնի պլանը դու ես։ Օ, ես։ Այ բաբոջան։ Այդ ցավը տանեմ ինձանից իշ գախնի պլան։ Ինչ ես մտածել, բոբո։ Մտածում եմ, որ կարելի է Գրիշին որպես Աշոտ Ղազարյան օգտագործել Շավոյի դեմ։ Էդ ո՞նց։ Ճիշտն ասած, դեռ չգիտեմ, բայց վստահ եմ, որ միասին լուծումը կգտնենք։ Բաբոջան, կարող եմ ձեր զուգարանից օգտվեմ։ Այդ տեղը ոնց որ ուրիշ բանի համար ծառայեց։ Հա, ոնց ախպեր ջան, սենց ուղիղ գնա, աչի վրայա, գնա։ Զգա քեզ ոնց որ ձեր տան զուգարանում։ Բոբո։ Ջանա։ Ցավը տան։ Իսկ ավելի լավ չէ սա ամեն ինչի տեղը ուղղակի վերջ տակ այդ նմանակների առաքելությանը։ Ես համաձայն եմ, բայց նմանակները չեն համաձայնվի։ Իսկ առանց ինձ հաստատ ավելի շուտ կբռնվեն։ Ուզում ես ասես, որ դու քեզ զոհում ես հանուն իրանց, հա։ Դե ոչ միայն։ Ինձ հետաքրքիր է էլի այս ամեն ինչը կարճան։ Մեջ մի տեսակ դրայվ կա, Ադրենալին, ցավը տանը։ Ահա կյանքս, ադրենալին։ Ես համը լավ ուներ։ Գոնչոնա մի հատ դուրը բաց եմ կանում։ Արիգուն, բաբա։ Արիգուն։ Ինչկա, չես եկել ժան։ Սա օրը զանգերից չէիր պատասխանում, ասի գամ տենամ մի հատ քեզ։ Ամեն կարևոր գործ կա։ Կարամ մտնեմ։ Արի։ Նսի։ Լսում եմ ինչ կարևոր գործով ես եկել։ Չգիտեմ կուրսի ես թե չէ, բայց Աշոտ Ղազարյանը մեզ լավ աղբեր է գալիս։ Ու ես իրա խնդրակով եմ ստեղ։ Դե ասա լսում եմ։ Արոմա սուպերմարկետ, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնար։ 747 699 7999 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք Սանամյան Meat Market 747 699 7999
Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար։ Cielo Banquet Hall 818 504 8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo Խնդրեմ, անշարեք։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ապրես։ Այդ աղջկա խոսքերին վստահել չի կարելի։ Այդ աղջիկոր քսես, Աշոտ Ղազարյանի ասիստենտի հետ ես։ Հա, հենց իրա հետ եմ։ Եթե Բոբոն ջան կվստահ է, ուրեմն մի մտածեք, հանգիստ եղեք։ Դո Բոբոն խուլիգանի մեկն է, բակերը դզել են, գիտեմ, դրա խոսքին վստահել չի կարելի։ Իսկ սիրուն, հավատալ կարելի է, հա։ Կարան Բոբոյի սիրեգը, դժվար թե նոր վատ ուզենա։ Արտո ջան, սերը ծիտիկի նման մի բան է։ Այսօր ձեռու մտա, վաղը օդում։ Իսկ դու ինչ կառաջարկես Գագաս։ Քեզ հետ եմ։ Ես Գագաս անունին չեմ արձագանքում, որովհետև այդ անունը ինձ համար խորթ է։ Ես գիտեմ որ դեր գխաղաս, այ ցավը տանում, դե գիտենք էլի, բայց որ մեզ այդ նույն տան մեջն ես գոնե դերից դու սարի։ Արտո, էդի դեր չի է, Աշոտ Եդիգարյանը իմ էությունն է, իմ եսն է։ Կսեի, չէ, ծնդել է։ Հա։ Լավ, իմ էությունից եկեք վազդեկեք։ Մենք ավելի կարևոր բաների մասին ունենք խոսալու։ Եթե այդ աղջիկը բերանը բացեց, մենք կորած ենք։ Ինչ կառաջարկես, լսա տեսնենք նոր մարդսից, ինչ կառաջարկես։ Թե ճամփին գալուց մտածում էի ու լուծումը գտել եմ։ Հա։ Պետք է Աշոտ Ղազարյանին լիկվիդացնենք։ Իրա տեղը Գրիշին դնենք։ Լիկվիդացնել սելով ինչ նկատի ունիս, պարոն Եդիգարյան։ Իսկ դուք ո՞նց եք մտածում։ Մենք քո նման այլասերված մտածողություն չունենք, դուսա։ Ասեմ։ Առաջի տարբերակը Աշոտ Ղազարյանին բռնում ենք, գցում ենք պատվալ։ Իրա հացը ջուրը տալիս եք թող ուտի ապրի։ Իրա տեղը դնում ենք Գրիշին, Գրիշտը հաղորդումը վարում։ Դու ես ինչ կխոսաս, այ մարդ ես ինչ կխոսա, մենք հանցագործ չենք, է։ Լսի Արտո ջան, եթե այդ Կարան մեր մասին պատմեց Աշոտ Ղազարյանին, մենք ավտոմատիկի դառնում ենք հանցագործ։ Եթե Գրիշը լինի, մեզի ոչ մեկը ման չի գա։ Ճիշտ է, այս պլանը մի քիչ ռիսկային է, համա ուրիշ տարբերակ չունենք։ Ունինք, Գագաս ջան։ Ես քեզի սկզբանես եմ, եթե մեկ էլ դու խոսացիր սպանությունից, լիկվիդացնելուց, վերացնելուց, Գագաս տղա ձեռդ կբռնեմ կտանի պոլիսի կուտամ, հասկացար։ Ես էլ իրա խոսքերը կհաստատեմ, պես հավերի լավ կերնի, գոնե մեր հոգիները հանգիստ կենոր մարդու վնաս չենք տվել։ Ինչ մարդիկ եք դուք տո։ Կովենք եմ, շանենք, գնդագարենք, կախենք, թաղենք։ Պեպո ջան, կարող եմ մի բան ուզես։ Մի բաժակ ջուր էլի անջան, եթե դժվար չի։ Ուй։ Պեպո։ Այդ այս ինչ ես քարացել։ Տանատոֆոբիաս բռնեց։ Տանատատ ինչա։ Իդիջա։ Այդը որ պահիտակս ես քարանում լրվում մնում եմ էլի։ Հա, հասկացա։ Այդ հատած բանկա որ դու չունենաս տենց ֆոբիա։ Շատ եմ ման։ Էսի բավար վաղը հանկած ներկայացման ժամանակ այդ անտերը բռնինչ պետք է անենք։ Ես շատ գիտեմ։ Չգիտեմ այդ ժամանակ ինչ տանենք, բայց եթե հիմա ես շուտ չնստեմ,
Գնեմ գլխոլոխից կջարդեմ։ Okay, Օգնի էլի։ Չանեմ, ո՞ց օգնեմ։ Պետք է նստեմ։ Նստի, ո՞ց օգնեմ։ Բրթիկցի դիվանին։ Բրթեմ։ Հա, բրթի։ Իսականից բրթեմ։ Հա, ամար, դե սովորեմ բրթի։ Հեսա բրթեմ։ Հագի։ Շավո, ես գիտեի դու լուրջ տղա ես, բայց հեքիաթների ես հավատում։ Ես Աշոտ Ղազարյանին եմ հավատում։ Ես էլ եմ հավատում, բայց այդ մարդը թունավորվել է ու աչքին ամեն ինչ կարա երևա։ Արտուր Հակոբյանը, Աշոտ Եդիգարյանը Հայաստանում են, ու Ղազարյանը ոչ մի ձև չի կարա իրանց տենը ախպեր։ Հա, այդ պահը ես էլ եմ ճշտել, Հայաստանում են։ Մեր ինչի մասին ենք խոսում, Շավո։ Որը տենց է ինչի էր գնացել հեռուստատեսություն։ Հեռուստատեսություն գնալու ոչ մի ցանկություն չի եղել։ Ղազարյանը փողոցում տեսավ, ասեցի, որ թութակս կորել է, համոզեց հաղորդմանը հյուր կանչեց։ Ես է գնացի։ Ախպեր, այդ մարդը վստահ է, որ իր անունից ինչ որ մեկը ստեղ գործեր է անում իբրև Աշոտ Ղազարյան։ Չեմ ջոգում ինչի մասին ես խոսում, ամենայն դեպս ինչ էլ որ լինի, ես այդ թեմաների մեջ չկամ։ Թե կասկածում ես խոսքիս։ Չեմ կասկածում, բայց Աշոտ Ղազարյանի խոսքերին էլ կասկածելու հիմքեր չունեմ։ Բալավ, հիմա ոնց ենք լուծելու ես հարցը, ախպեր։ Չգիտեմ, բայց դատարկ ձեռքով Աշոտ Ղազարյանի մոտ չեմ գնա։ Դա քո պրոբլեմն է։ Հա, ես էլ եմ այտենց մտածում։ Դե լավ, ես գնացի։ Դավայ ախպեր։ Հա, թութակիցը ինչ որություն։ Հələ չէ։ Դե լավ, բարի գիշեր, ցավոք տանեմ։ Բարի գիշեր։ Ցավոք տանեմ։ Չի կարողանում այդ անդեր ծորակի ջուրը փակել։ Վերջ հասկացա, որ ամենը սենսորնի է։